Քրիստոսով բադվագան եղբայրներս եւ քույրերս ողջունեմ ձեզ, ուր որալ գտնվիք, թող Աստծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա։ Աստծո որքան փառք տալու ենք, որ այս թևերով լեցուն աշխարհի մեջ, որ մարդիկ անօրենության մեջ օրեօր ավելի գխորանան, իր խոսք ունիք մեր ցերկերու մեջ եւ գրնանք սերդել, գարտալ, խորհրդածել, որբեսի մեր հավատքը ողջամիտ բարդաբեության վրա գառուցենք, այսպեսով թե մենք ուրախանանք, առողջ գիտություն ունենանք, հասկանանք Աստծո կամքը, գիտնանք ինչու կհավատանք, ինչի կհավատանք, ինչու համար Աստծո կողմը անցնելով գկալենք անոր հետ, ոչ թե գույրորեն, որովհետև այդպես ժառանգած ենք քրիստոնյա ծնած ենք, հապա գիտակցությամբ, համոզումով անոր հետ կգալենք, անոր համար գաբրինք եւ պատրաստ ենք միջև իսկ անոր համար մեր կյանքը դալու եւ այս Սուրբ Հոգիով գլա միայն փառք ուտանք որ գրնանք Աստծո խոսքը սերդել եւ այսօր Տերոջի շնորհքով պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխին 14-րդ համարեն Արաքյալը գսե եւ ցեզի գաղաչենք եղբայրներ անգարք վարմունք ունեցողները խրադեցեք, վադասիրտները մխիտարեցեք, դգարներուն ցերնդու եղեք, ամեն ունալ երգայնամիտ եղեք։ Այս նամակը զոր գմեկնենք կամ գբացադրենք, Արաքյալին առաջին նամակն էր ուղված եկեղեցի մոր գրաբաշտութենե դարձած էին եւ եղած քրիստոնյաներ։ Եթե բամը ետ երթանք երևակայենք անոց կյանքը, մտայնությունը, վարքն ու վարմունքը, երբ հետանոս էին, բարձ գտարնա մեզի թե ինչու համար Բողոս այսպեսի բադվերներ գուտա անոնց։ 14-ին 22 համարներու մեջ 13 բադվերներ գուտա անոնց, որոնց միայն 4-ը մեր մեկնած համարին մեջ կգտնենք։ Գավադան, որ յուրաքանչյուր տեղական եկեղեցի հիմնաբաշտ եկեղեցիներու մասին է խոսքս, զանոնք հավնիկ կամ ոչ, ծրագիր կանոնակիր ու քրի առնված հավատամք ունենալու են, հիմնավորված Աստվածաշունչին վրա։ Ու երբ մեկը գուզե անդամակցիլ այդ եկեղեցին, հարկելու է եկեղեցին ծրագիր կանոնակիրը, հավատամքն ու սկզբունքները։ Գասկած չկա, որ երբ Արաքյալը գսե ցեզի գաղաչենք եղբայրներ, իմդի ուներ եկեղեցու մեջ հասուն ու հավատքի մեջ առողջ հավատացյալները զոր կգոչվին երեցներ։ Անոնց բադվեր դալով գսե 1. Անգարք վարմունք ունեցողները խրադեցեք, որոնք են անգարք գեցողները եւ ինչ էր անգարգությունին։ Երկրորդ Թեսաղոնիկեի նամակի մեջ գտնենք պատասխանը։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3:11-ի մեջ 3:11 Հոն գսե նույնպես ալ անոնց գիները ձանրապարոլան ոչ չարախոս հաբա ըսկաս ամեն բանի մեջ հավատարիմ։ Անոնք են անգարքները հոս աստեղի բարական Թեսաղոնիկեի, որ կորց չեն աշխատիր։ Այս կենթատրե, որ անոնք ձույլ են ու եկեղեցին վրա փեր գտարնային։ Եվ հետաքրքիր դուն գշրջեին ու շատախոսություն եւ միգուցե չարախոսությամբ կսպաղեին։ Այս ալ իրենց անգարկություններ։ Դժբախտաբար միշտ գտնված են մարդիկ, որոնք անգարկ վարմունք ունին եւ շարունակ խռովություններ կստեղծեն եկեղեցի մեջ։ Հասուն հավատացյալներ արդարությամբ ու հավասարգշրված խրադելու են միշտ սեր ցուցաբերելով։ Երբ խրադվողը կհասկանա, թե խրադողը զինք կսիրե, մեծ հավանականություն կա, որ թրական փոփոխություն առաջ բերե եւ ամեն բան գարքի գտրվի։ Երկրորդը բադվերը գսե
վադասիրտները մխիթարեցեք։ Եկեղեցի մեջ միշտ բախկոտներ գտնված են։ Քաչ եւ հասուն հավատացյալները այդպեսիներուն քաչալերելու են, որբեսի անոնց վախերը փարատվին եւ իրենք եւս իրենց գարքին ուրիշներուն զորացնեն եւ լան գորովապան եւ քաչալերող։ Վախկոտությունը նույնիսկ եթե ոմանց բնավորությունն է, դերը կարող է փոխել զանոնք, եթե հոժարին փոխվելու։ Գարկմարտիկ շատ քոհ են իրենց բնավորությունեն, թեև ուրիշներուն վնասալ կհասցնեն, բայց կսե այս բնավորությունս է, ես այսպես ծնած եմ, այսպես ալ կմեծնամ եւ այլն, բայց Աստված կարող է բնավորություններ փոխելու, պայմանավ որ հասկանա անձը, որ իր բնավորությունը լավ չէ եւ թույլ տա որ փոխե, Աստված փոխե։ Երրորդ պատվերը դգարներուն ցերնդու եղեք։ Հայերեն դգարներուն բառը թարգմանված է։ Հունարեն բնակիրը աստենիս գսե, աստենիս բառին թարգմանությունն է։ Աստենիս կնշանակե հոգեպես հիվանդ։ Մեկն է որ շարունակ անդրամատիր վիճակ ունի։ Արաքյալը կպատվիրե որ այդպեսիներուն ցերնդու ըլլալ։ Ցերնդու հունարեն բնակիրը գսե աստեխեստե, որ կնշանակե թիմացեք նպաստավոր ըլլալով։ Անոնց վիճակը տեսնելով թիմանալ ու ոչ թե սրթողիլ կամ ամբիդան անցիկ նկատել եւ օգնող դառնալ այդպեսիներուն։ Քրիստոնեական կյանքը ուրիշներուն դալ ու դրվիլ կենտատրե, ցերնդու ըլլալ, հոգեպես եւ բարոյաբես, որբեսի անոնքալ ոտքի գանկնին։ Չորրորդ պատվիրանքը երգայնամիտ եղեք կսե։ Հունարեն բնակիրը մակրոթիմիտ է, որ կնշանակե դիրող ջնշումի դակ չվարվիլ։ Հավատացյալներու միջև երբեմն փախումներ տեղի կունենան, բնական է որ անոնք ջնշումի դակ զիրար կպատասխանեն։ Երկուքեն ով ավելի հոգևոր է եւ Քրիստոսի միտքը ունի, ան երգայնամիտ կլա։ Ջնշումի դակ չվարվիր, չխոսիր։ Ուր կրնանք գտնել երգայնամտությունը ճշմարիտ սիրո մեջ։ Կգարտանք սերը երգայնամիտ է։ Սուրբ Հոգին աստեցության դակ ապրող հավատացյալը երգայնամիտ է։ Կարտացեք Գաղատացիս 5:22։ Ուստի երգայնամիտը լալով դիրող ջնշումներու դակ վարմունք չունենար, այսպեսով ան կնմանի իր երկնավոր հորը։ Շատ մը անձերու հանդիպած են, որոնք Սուրբ Հոգի գողոլով են, որպես թե անոնց լեցունությունը Սուրբ Հոգիոն լեցված եւ բարձրակույն վիճակներու հոգևոր մագարտակի վրա կգտնվին, այդպես կգարձեն։ Սուրբ Հոգիով լեցված կգարձեն, սակայն փոքր ջնշումի տակ անաբաշխարներեն ավելի վատ արդահայտություններ կունենան։ Եթե Սուրբ Հոգիով գլեցվինք, այսինքն Սուրբ Հոգին աստեցության տակ գաբրինք, ջնշումներու տակ չենք արդահայտվիր։ Աստվածալ մեր թերություններուն եւ հիմարական արարքներուն եւ համարություններուն երգայնամիտ կլա։ 15-րդ համարնալ գարտանք գսե զգուշացեք չլա որ մեկը չարության փոխարեն չարություն հադուցանե մեկուն, հաբա ամեն ադեմ բարիք անելու յետևը եղեք, թե իրարու եւ թե ամենուն։ Մեր դերնալ զգուշացուց վրեժխնդրութենեն։ Հին ուխտի տնտեսության մեջ որոշ օրենքներ դրվեցան վայրակությունը վրեժխնդրությունը չդարածվելու համար։ Լսերեք որ ըսվեցավ աչքի դեղ աչք ու ագրայի դեղ ագրա, սակայն ես ցեզի գսեմ չարին հագարակ մի գենակ, ուսուցանեց Տեր Հիսուս։ Շնորհքի տնտեսության մեջ քրիստոնյաներուն դրված ուսուցումը եւ բադվերները
դարբեր ու ավելի դժվար է զանոն կործատրելը սակայն դերը իր ուսուցումին հետ միասին զորություննալ հայթայթած է մեզի Սուրբ Հոգի միջոցով կործատրելու այնինչ որ մեր դերը գբատվիրե աշուշտ Սուրբ Հոգի բնակությունը չունեցող մարդուն համար դերոջը բադվերները խորտ գտվի չսելու համար անընդունելի Արաքյալը այս բադվերը գուդա եկեղեցին որ զգուշը լա եւ չարությունով չփոխարինե մեզի չարություն ընողներուն հստակ չէ թե արդյոք Արաքյալին ագանչին հասած էր որ ոմանք եկեղեցի մեջ չարություն գնեն միգուցե չարություն ընողներ երբեք չգային մեզի համար հստակ է որ Սուրբ Հոգին ներշնչեց իր ծառան որբեսի հիշյալ խոսքերը արձանագրե Կարևորը ինչ որ ողջամիտ վարդապետություն եւս կհաստատե չարություն ընողներուն չարությամբ չփոխարինել ունենալ լայն սիրտ համբերելու հոժարիլ Աստուծո բադվերին հնազանդելու եւ դերոջ չհանցնել ստեղծվող բարական ու անոր միջամտությունը խնդրել Երբ դերը գտեսնե որ մենք անոր հանցնած ենք եւ իր միջամտությունը կխնդրենք Երբ գտեսնե որ դրամատրված ենք անոր գամքը գադարելու ան խոստում ունի Զիս փարավորողները պիտի փարավորեմ գսե Իսկության մեջ չարություն ընողին պետք է տեսնել մեկը որպես թե հիվանդ է եւ աշխատիլ փուժել զայն Եթե մենք ալ չարություն ունենք անոր մագարտագին իջած կլանք Հովանես ոսկեփերան գսե գրագը գրագով չես կրնար մարել այլ չուրով Եթե հավատացյալը չուր թափողի թերը գադարե թիմացինին վրա թրագան աստեցություն պիտի թողե եւ մինչեւ իսկ զայն աբաշխարության առաջնորդելու հավանականությամբ Հռոմայացիս 12:19-ն 21-ը գսե սիրելիներ վրեժ խնդրություն մենեք ցերանցերուն համար հաբա փարգության դեղ դվեք բասզի քրված է վրեժ խնդրությունը իմս է ես պիտի հատուցանեմ գսե դերը ուստի եթե քու թշնամիտ անոթեցերը հաց դուրանոր եւ եթե ծարավ է չուր դուրանոր քանզի զայս ընելով անոր քլխում վրա գրագի գայձեր պիտի թիզես չարին չարեն մի հաղթվիր հաբա փարիով հաղթե չարին Այս առնչությամբ Պետրոս Արաքյալ եւս լավակույն խրադ գուտա իր նամակի մեջ գսե առաջին Պետրոս 3:9-11 Գսե Չլա որ չարության փոխարեն չարություն հատուցանեք կամ նախադինքի փոխարեն նախադինք այլ ընդհանրակն օրհնեցեք գիտնալով որ այս բանին համար գանչվեցաք որբեսի օրհնություն ժարանքեք Վասնզի անոր գուզեգյանքը սիրել ու բարեորեր տեսնել իր լեզուն թող դատրեցնե չարութենե ու իր շրթունքները նենկություն խոսել է չարութենե յետ քաշվի ու բարություն անե խաղաղություն փնդրե եւ անոր յետևե երտա Շարունակելով Պողոս Արաքյալ գսե ամեն ադեն բարիք անելու յետևե եղեք թե իրարու եւ թե ամենուն Հավատացյալին սկզբուկն է բարիք անել ու ոչ թե չարիք Աստծո գամքնալ այս է Եթե գարտանք առաջին Պետրոսի նամակին երկրորդ գլուխը հոն գսե առաջին Պետրոս 2:15-ի մեջ գսե Արաքյալը վասնզի Աստծո գամքը այս է որ բարեգործ ըլլալով անխելք մարդոց դքիդությունը բաբանցեցնեք Իսկ Եփեսացված նամակի մեջալ հոն Արաքյալը գսե Եփեսացիս երկրորդ գլուխի մեջ 10-րդ համար Բասնզի մենք անոր ցերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի կորձերու համար որոնց Աստված առաջվնե պատրաստեց մեզ որբեսի անոց մեջ քալենք Որքան փառք կուտանք սիրելներ որ Աստված իր գամքը հայտնած է եւ բարիք անելը մեր առաքելության մեջ մեծ
բաժինն է, մեծ մասն է։ Թող Աստված օրհնե ձեզ, ուր որալ գտնվիք, եւ այս ճշմարտությունները մեր սրտերում մեջ դեղ գտնեն եւ բդուղ բերեն իր փառքին համար։ Ամեն։